Վարդանյան Վարազեր, շնորհակալ եմ, որ եկաք տաղավար այս եթերին, միասին ամփոփեքանցող շաբաթը եւ այսպես ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ղարաբաղի շարժումը կործանարար է Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության համար։ Դրա առաջին օրը ճեպազրույցի ժամանակ գործընկերներիս հետ զրույցում ասում են, որ նոր սահմանադրությամբ իրենք հանելու են անկախության հռչակագրի հղումը։ Եվ առհասարակ, եթե այս շաբաթվա ընթացքում իր վիճակը գնահատեք ազգային ժողովում, եթե մենք կարծում ենք, որ մեր անվտանգությունը մեր բանակն է, ապա մենք անվտանգություն չունենք։ Ինչ եք ուզում 4.2 միլիարդ վերադարձնել են բյուջե, թալանը հետ են բերում։ Ես կխնդրեմ այս ամենի հետ կապված ձեր գնահատականը, համեցեք։ Շնորհակալ եմ հրավերի համար, ողջունում եմ մեզ բոլոր դիտողներին։ Արդեն ավանդական դարձած շաբաթ օրը ամփոփում ենք տեղի ունեցած իրադարձությունները եւ փորձում ենք գնահատական տալ նրան ինչ է կատարվել անցած օրերի ընթացքում։ Իհարկե պետք է սկսենք ազգային ժողովում տեղի ունեցած կառավարության հաշվետվության մասին խոսալով եւ նաեւ նշենք, որ հաշվետվությունը ավելի շատ վերածվեց կրկին ինչ-որ բոցաշունչ, ամբովանդակ, անիմաստ, թրքամետ, ադրբեջանամետ ելույթների։ Այսինքն կրկին այդ գորգորոցների մեջ ժամանակ առ ժամանակ մենք լսում էինք թուրքական պահանջների սուս ու փուս կատարումը։ Դրանցից է իհարկե այն խոսույթը, որ սահմանադրությունից պետք է հանվի հղումը անկախության հռչակագրին, դրանից է մեղրիով ճանապարհ տալը եւ շատ այլ բաներ։ Այսինքն իրականում մենք ականատեսն ենք դրա, որ ինչ որ գորգորոցների մեջ, որոնք փաթեթավորվում են թալանի վերադարձ, չգիտեմ, բյուջեի կտրուկ աճ, տնտեսության կտրուկ աճ ու այդ ամեն ինչի փաթեթավորման մեջ մենք նաև ականատես ենք լինում նրա, որ իրականության մեջ ուղղակի այդ ամեն ինչը փաթեթավորվում է թուրքական եւ ադրբեջանական պահանջները կատարելու համար։ Եվ անցած շաբաթ այստեղ մենք խոսել էինք նրա մասին, ես ասել էի, որ ըստ ամենայնի մի քանի երկու տարբերակ էի նշել, թե անկախության բանի հետ խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ նախապայման կարող են մերոնք առաջ քաշել եւ նշել էի, որ նախապայմաններից մեկը կարող է լինել, որ եկեք ստորագրենք խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խմբի համանախագահների խմբի լուծարումը միաժամանակ եւ իմ այդ հայտարարությունից 3 ժամ անց Թուրքիայում Արադ Միրզոյանը այդ առաջարկը արեց։ Փաստորեն կռահել էի, թե որ ուղղությամբ են գնում։ Բայց վերադառնալով ԱԺ-ի այդ հայտարարություններին, եկեք փաստենք հետեւյալը, որ կրկին Նիկոլը ընդունում է մի վարքագիծ, որով փորձում է խաբելով ժողովրդին համոզել, որ ամեն ինչ նորմալ է։ Ընդ որում ասեմ, որ տնտեսագիտության մեջ կա նման ուղղություն, որը կոչվում է narrative economics, այսինքն նարատիվ տնտեսագիտություն, որի հիմքում դրված է հետեւյալը, որ հասարակության մեջ տարբեր թեզերի, տարբեր իրադարձությունների հետևանքով տնտեսությունում կարող են լինել դրական շարժեր։ Ընդ որում ասեմ, որ 2018-ին մենք հենց այդ narrative economics-ի ականատեսն էինք բոլորս, որ կարծես թե տնտեսական իմաստով երկրում որևէ բան չէր փոխվել, բայց Նիկոլի բոցաշունչ ելույթների արդյունքում տնտեսությունում իրոք զգացվեց շարժ, այսինքն մարդիկ հավատալով, որ լավ է լինելու, սկսեցին շատ ավելի շատ գումար ծախսել, շատ ավելի շատ տներ առնել, շատ ավելի շատ խաղադրույքներ կատարել եւ պատահական չէ, որ 18-ին ամենամեծ աճն է եղել հենց այդ խաղադրույքներում այդ շուկայում։ Այսինքն մարդիկ հավատացին եւ ոչ թե ելան այն իրավիճակից, որը իրականում կան տնտեսության մեջ եւ այդ իրավիճակից ելնելով չեն կատարել իրենց ծախսերը, այլ ուղղակի բարձր տրամադրության ներքո հավատալով Նիկոլի ստերին արել են դա։ Հիմա ազգային ժողովում այս քանի օրը կրկին նույնն էր։ Մարդկանց համոզում են, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է։ Հիմա կլինեն X քանակի մարդիկ, ես հուսամ ոչ շատ, որոնք կրկին լսելու են այդ նարատիվը, որ ձեր մոտ ամեն ինչ լավ է, դուք ձեր տանը փող չունեք, բայց իմացեք, որ երկիրը պեսան հարստացել է, 4 միլիարդ դոլար ենք բերել, բյուջեն 100 անգամ ավելացրել ենք, այսքան բան ենք սարքել, մարդը այդ ամեն ինչը լսելով, կրկին իրա վերցնելով, դե որ լավ է, գնամ ես է փողերս ծախսեմ, ծբխեմ, տենամ ինչ ալնում։
Սա կրկին նորություն չէ, սա տեխնոլոգիա է, որը օգտագործվում է։ Բայց այդ ամենի մեջ նաև պետք է հասկանալ, որ մի մարդ է խոսում Թալանի հետ վերադարձի մասին, որի օրոք տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության պատմության մեջ ամենախոշոր թալանը։ Որպես թալան առաջի հերթին, ես պետք է նշեմ, Արցախի Հանրապետության ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Արցախի Հանրապետությունը, եթե մենք վերածում ենք փողային, հաշվարկի, ապա ամենահամեստ հաշվարկով 100 միլիարդ դոլարի մասին է խոսքը գնում, որը Նիկոլը թալանել է, որը Նիկոլը գողացել է հայ ժողովրդից, լինեն այն մարդկանցից, որոնք ապրում էին Արցախում, թե այն մարդկանցից, որոնք ապրում են այսօր Հայաստանում։ Սա գողություն է։ Սա ոչ միայն հայրենիքի գողություն է, սա նաև տնտեսական լրջագույն պրոբլեմ է Հայաստանի համար։ Հիմա մարդ, ով 100 միլիարդ դոլարի գողություն է կատարել, խոսում է նրա մասին, որ 4 միլիարդ թալանածը բերել է։ Ընդ որում ասում են, որ սուտ է ասում։ Այդ մարդու բերանից ճիշտ բառեր երբեք դուրս չեն գալու։ Երբեք։ Ինքը ու ճիշտը տարբեր հիվանդանոցներում են ծնվել, հասկանում եք։ Ինքը ստի հիվանդանոցում է ծնվել։ Ինքը սուտն է։ Իրա բերանից դուրս եկած ամեն բառ, ընդ որում ոչ միայն իր պատգամավորների նաև եւս։ Բոլորը ստում են։ Երբ որ ինքը խոսում է, որ կարողացել է բյուջեն կրկնապատկել, ինքը չի խոսում նրա մասին, որ դրանից քիչ ավելի շատ կրկնապատկել է, մի քիչ ավելի շատ էլ կրկնապատկել է Հայաստանի արտաքին պարտքը։ Այսինքն 7 տարվա անմեջ մոտավորապես 7 միլիարդ դոլարով ավելացրել է Հայաստանի պարտքը։ Մեր պետական պարտքը։ Ընդ որում հարգելի քաղաքացիներ, հաստատ պետք է նաև դա էլ գիտակցեք, որ երբ որ մենք ասում ենք պետական պարտք, ինչքան էլ դուք դա չեք շոշափում ձեր վրա կամ ձեր ապրուստի, իմացեք, որ դա նաև ձեր պարտքն է։ Դա նաև ձեր պարտքն է, եւ երբ որ գալիս է ժամանակ այդ պարտքը մարելու, դուք ձեր մաշկի վրա եք զգալու, թե ինչպես է վատթարանում ձեր կյանքը։ Բոլորով, իհարկե ծորներով պարտքի մեջ ենք լինելու։ Ավելին, սովորաբար այդ պարտքերը ներգրավում են ինչի համար։ Տնտեսության զարգացման, լրջագույն ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման, տարբեր ոլորտների զարգացման, բայց մենք տեսնում ենք, որ եթե վերցնում ենք ոլորտ առ ոլորտ, ապա Հայաստանում բոլոր ոլորտներում անկում է։ Բոլոր։ Այսինքն արտահանումներ իր մոտ շատ, բայց խեր շատ, որտեղ ռուս-ուկրաինական կոնֆլիկտ կար։ Ընդ որում, սա էլ պետք է գիտակցենք, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը Հայաստանի տնտեսության համար ունեցել է ամենալավ ազդեցությունը, ինչքան է շատ վատ է, որ այդ կոնֆլիկտը կա, բայց Նիկոլի բախտը բերել է, որ այդ կոնֆլիկտը կա, որտեղ եթե այդ կոնֆլիկտը չլիներ, մեր տնտեսությունը ուղղակի կործանման եզրին էր։ Հիմա այդ կոնֆլիկտի հետևանքով է, որ Հայաստանում միլիարդավոր դոլարներ հոսեցին, որ Հայաստանի միջոցով միլիարդավոր դոլարների արտահապրանք արտահանվեց Ռուսաստան կամ Ռուսաստանից դեպի Էմիրատներ, խոսքը գնում է ոսկու արտահանման մասին։ Հայաստանի բյուջե միլիարդավոր դոլարներ են գալի զուտ նրա համար, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտը կա։ Եվ դա ներկայացնել որպես ձեռք բերում Նիկոլի կողմից հերթական սուտն է։ Այնպես է խոսում դպրոցների շինարարության մասին, ոնց որ մինչև իրա դպրոց չի եղել։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջինից տարվանից ամենուրեք կառուցվել, վերանորոգվել են թե դպրոցներ, թե ճանապարհներ, թե հիվանդանոցներ։ Ուղղակի այն ժամանակվա իշխանությունները գործ անելու փոխարեն զբաղված չէին արածի մասին ռոլիկներ նկարելով։ Դա է տարբերությունը։ Եվ արվում էր շատ ավելի շատ։ Վերցրեք առանձին վերցրած նախագահների կառավարման ընթացքում նայեք ինչքան դպրոց է կառուցվել, ինչքան ճանապարհ է կառուցվել, ինչքան հիվանդանոց է կառուցվել, ինչ ծրագրեր են իրագործվել, բայց դուք դրա մասին չգիտեք, որովհետև իշխանությունները զբաղված են գործ անելով։ Իսկ այս իշխանությունը զբաղված է PR-ով։ Ձեր վրա էժանագին բաներ ծախելով, որ տեսեք հատիկ առ հատիկ Range Rover ենք բերել։ Բայց նույն իշխանությունը ձեզ չի ասում, չէ, հմեկի
եթերում Պետրոսի մոտ նստած, որ Ժողովուրդ ջան, հատիկ առ հատիկ Արցախն ենք հանձնել։ Հատիկ առ հատիկ Տավուշի տարածքներ ենք հանձնել, հատիկ առ հատիկ Սյունիքում ենք տարածքներ հանձնել։ Ընդ որում գիտեք ինչն է հետաքրքիր, որ ամեն հանձնած տարածքից հետո Աննա Հակոբյանի հետ ընտրելը ավելի է թանկանում։ Սա էլ է, չէ, շատ զարմանալի է։ Իմիջիայլոց 3.5 միլիոն ընտանիքների հրավիրում է 3.5 միլիոնով իր հետ ընտրելու, գործում է նաև Սերժեյն համակարգի չեմ սխալվում, խնդրեմ ինչ ունեք։ Տեսեք, իր այդ ընտրելը դե ինձ համար իհարկե շատ անհասկանալի է այդ միտքը, բայց փաստը փաստ է, որ ինչքան շատ հանձնում են, այդքան ավելի թանկանում է իրանց հետ հաց ուտելը։ Ոնց որ մուզեի էքսպոնատ են, էլի իրենք դառնում, իրանց թվում է, որ մարդիկ ուզում են մի հատ շոշափեն, էլի, արդյոք այդ մարդը իրոք այնպես շնչող մարդ է, որ այսպես տարածքներ հանձնելով, պարծենալով ֆրֆռում է այս երկրով։ Հիմա Սյունիքը հանձնեն, Աննա Հակոբյանի ճաշելը կդառնա 10 միլիոն։ Հետո Տավուշը լրիվ կհանձնեն, Աննա Հակոբյանի հետ ճաշելը կդառնա, չգիտեմ, 50 միլիոն դրամ։ Այ երբ որ հասնեն մնա մենակ Երևանը, Աննայի ճաշելը արդեն 1 միլիարդ դոլար կարժենա։ Որտեվ իրոք երևի հերթ կհավաքվի մարդկանց, որոնք կուզենան իրոք իրենց աչքով տենան, լավ, այս մարդը իրոք կա, թե արհեստական բանականությունն է ընդհանրապես։ Ոնց կարա էլի մարդը այդքան ամեն ինչը տա հանձնի բան, հետո նույնս լուրջ դեմքով ճաշի հրավիրի։ Սա է։ Վերադառնանք Թուրքիայում տեղի ունեցած դիվանագիտական խորհրդաժողովին, որը տեղի ունեցավ։ Երկու փաստաթուղթ կա խաղաղության պայմանագիրը եւ Մինսկի խմբից հրաժարման դիմումը, պատրաստ են րոպե առաջ ստորագրել։ Խնդրեմ։ Նախ պետք է նշենք, որ նորագույն Հայաստանի պատմության մեջ թե Թուրքիայի, թե Ադրբեջանի որևէ ղեկավարի կողմից երբևէ չի եղել այնքան հայկական ելույթ, ինչքան որ եղել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ամբիոնից վերջի 7 տարվա ընթացքում։ Ես ասում Թուրքիան եւ Ադրբեջանը նույնիսկ իրանց ամենալավ երազում չէին կարող պատկերացնել, որ հայկական արտադրության տեղական Էլչիբեին է կգերազանցի։ Ինքը մաստեր կլասսա ցույց տալի, թե ինչպես է պետք պարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի տակ։ Թուրքիայում գտնվելով լայախ չի անում Արաբատ Միրզոյանը հանդիպել Լավրովի հետ։ Մինչդեռ դրանից 1-2 օր առաջ Ռուսաստանում նմանատիպ ժողովին ուղարկում է փոխնախարար։ Հետո տարբեր շրջանակներ ասում են, հա, էսա տեսեք Ռուսի հետ հարցերը լուծելու է պարկել, ինքը Ռուսի հետ ոչ մի հարց չի լուծելու։ Անկախ դրանից մայիսի 9-ին կգնա Մոսկվա թե ոչ, ես պնդում եմ, որ այս իշխանությունը հակա-ռուսական է, հակա-հայկական է, հակա-իրանյան է, եւ այս իշխանությունը անելու է ամեն ինչ, որպեսզի Հայաստանը մնա միմիայն Թուրքիայի տակ, միմիայն։ Սա ակնհայտ է երևում, ակնհայտ է։ Թուրքիան չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը, չի ստորագրելու եւ անընդհատ նոր նախապայմաններ է առաջ բերելու եւ այդ նախապայմանների կատարումը անընդհատ պայմանավորվելու է այս իշխանության կողմից դրանով, որ մենք սա անում ենք, որպիսի խաղաղության պայմանագիրը ստորագրվի։ Մենք բոլորս գիտենք, որ հերթական ընտրությունները 26 թվականին։ Իմ մոտ շատ վատ բան եմ զգում, որ ստեղծում է տպավորություն, որ միջև հերթական ընտրությունները փորձ է արվելու ընդհանրապես Հայաստանից հանել ռուսական ռազմավազանները։ Իմ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծում, որ մինչև 2026-ը Նիկոլի դեմ դրված է հստակ ծրագիր ամբողջությամբ վերացնել ռուսական ազդեցության բոլոր լծակները Հայաստանի դեմ։ Բացառությամբ ԵԱՏՄ-ից դուրս գալու։ ԵԱՏՄ-ից պահում են Հայաստանը ԵԱՏՄ-ի մեջ, որպեսզի փող խնայեն, որտեղ եթե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, ապա Նիկոլի տերերը, լինի դա Թուրքիան, Ադրբեջանը, թե եվրոպական որոշ երկրներ, պետքա փող տան ուրեմն Նիկոլին, որ ինքը բյուջե փող լցնի եւ այդ փողով իր մասսային կտեր բաժանի։ Հիմա երևի ժողով են արել, այս Նիկոլին բերողներ, ասել են եղբեխի մենք մեր գրպանից փող տանք։ Հենա ԵԱՏՄ անդամա դրա շնորհիվ միլիարդներով փող է գալի Հայաստան, թե այդ փողը ծախսեն։ Բայց կասկած չունեմ, որ Նիկոլի դեմաց դրված է խնդիր
հանել ռուսական ռազմաբազաները Հայաստանից։ Կասկած չունեմ դրա մասին։ Ոնց է դա անելու դժվարանում եմ ասեմ, բայց կրկնում եմ, շատ վատ կանխագուշակում ունեմ, որ մինչև 2026 թիվը գուցե դրա հարցն էլ է դրված։ Սյունիքով ճանապարհ դեպի Նախիջևան տրամադրելը արդեն իշխանությունը իր նարատիվը փոխել է։ Եթե սկզբում ասում էր ոչ մի բան չենք տալու, ոչ մի բան, հիմա արդեն ասում է պատրաստ ենք տալ ճանապարհ, անխոչնդոտ ճանապարհ, այսինքն այն ինչ որ գրված է նոյեմբերի 9-ի փաստաթղթում, արդեն սրանք պատրաստ են տալ, բացառությամբ մեկ բանի։ Այնտեղ նշված է, որ վերահսկումը անելու է ռուսական հատուկ ծառայությունները, հայերը որոշել են, հայերը ասելով թուրքական բնազդով հայերը, Նիկոլենք, որոշել են, որ ախպետ չէ ռուսը խի վերահսկի, թո թուրքն է վերահսկի, որտեվ նման ճանապարհ հանձնումը առանց երրորդ կողմի շատ վտանգավոր է, չափազանց վտանգավոր է։ Արդյոք Նիկոլը հասկանում է վտանգները, ոչ միայն հասկանում է, նա այդ վտանգները բոլորը լավ գիտի եւ իր համար դա վտանգներ չի, որտեվ իր անձնական իշխանության երկարացման միակ տարբերակը նա տենում է Թուրքիայի հետ բարեկամության մեջ, որտեվ այսօր իրան պահելու է միայն Թուրքիան։ Հակառակը բոլորի, նաև ինքը մակում Հայաստանը, հա, ես մի քանի օր ինչ որ քվեարկության եմ մասնակցել, հակառուսական մի հատ ինչ որ փաստաթղթի կողմա քվեարկել, որին իմիջիալոց դեմ են քվեարկել ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը, ի թվս այլ երկրների։ Բայց շատ կարևոր է, ԱՄՆ-ն եւ Ռուսաստան այդ փաստաթղթին դեմ են քվեարկել, Հայաստանը կողմ։ Որովհետեւ հասկանանք, թե Հայաստանը ինչ ուղղությամբ է իրականում գնում։ Բայդենի վարչակազմի օրոք այո Նիկոլը վայելում էր ԱՄՆ-ի աջակցությունը գրեթե բոլոր ոլորտներում։ Տրամպի վարչակազմի օրոք չի վայելում։ Չի վայելում ու նույնիսկ քվեարկությունով ցույց է տալի, թե որ կողմ է գնում։ Սա մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այս իշխանությունը գնում է դեպի Թուրքիա։ Ինչ որ պահի սկսելու են էներգոռեսուրսները Թուրքիայից ստանալ։ Ինչ որ պահի Հայաստանի գյուղատնտեսության ոլորտը ամբողջությամբ կոլապսի է ենթարկվելու եւ դռները բացվելու են թուրքական ագրոարտադրանքի առջեւ։ Ընդ որում, ինչպես բազմիցս նշել եմ, նորից նշեմ, որ 2018-ի իշխանափոխության, իշխանազավթման, հեղափոխության, չհեղափոխության արդյունքում, ոնց ուզում եք բնորոշեք, այս իշխանությանը եկած անձինք լծվեցին երկու խնդրի, առաջինը փակեցին Սփյուռքի նախարարությունը, որովհետև գիտակցելով, որ իրենք դեմ են գնալու ցեղասպանության ճանաչման գաղափարախոսությանը, իրանք հասկացան, որ իրենց Սփյուռքի նախարարություն պետք չէ։ Լուծարեցին։ Երկրորդը հասկացան, որ Թուրքիայի հետ պետք է հարաբերությունները դզեն, իսկ Թուրքիայի հետ հարաբերությունները դզելու հետևանքով նաև Հայաստանը մտնելու թուրքական էժանագին գյուղատնտեսական արտադրանքը, որը սպանելու է Հայաստանի գյուղատնտեսությունը։ Դրա համար ինչ որոշեցին, իրենց ձեռքով սպանեն գյուղատնտեսությունը, որ հետո թուրքերի գալը այդքան դաժան չլինի մեր գյուղատնտեսվարողների համար, եւ փակեցին գյուղատնտեսության նախարարությունը։ Հասկանում եք, ինչի եմ այս ամենը ասում։ Ասում եմ, որպեսզի դուք հասկանաք, որ 2018-ին, երբ որ սրանք եկան իշխանության, այնպես չէ, որ իրանք չգիտեին, ինչ է մեզ սպասում։ Հակառակը, իրանք բոլորից լավ գիտեին եւ ցայսօր էլ գիտեն, ուր են գնում եւ ինչի համար։ Սա այն իշխանությունն է, որի ազգային ժողովի ղեկավարը, խոսքը Ալենի մասին, հա, իր տելեգրամյան ալիքում բառից բուն իմաստով սպառնում է Հայաստան Դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանին։ Սպառնում է, ասում է դու անունը սլը շատ կհիշես։ Ուրեմն պատասխանելով Ալենին ասեմ, Ալեն, հույսդ կտրի, որ քո անունը կամ մոռանան, հակառակը քո Նիկոլի մնացածիդ անունները հավերժ պետքա հայ ժողովուրդը սերնդե սերունդ իմանա ձեր մասին Հայաստանի պատմության դասագրքերում մի առանձին հոդված պետք է լինի հայ ազգի մեծագույն դավաճանները անունով, բոլորիդ նկարներով, անուններով, սերնդե սերունդ բոլորը պետք է իմանան,
ովքեր են հայ ազգի դավաճանները։ Հույսդ կտրի, որ անունդ կմոռանան։ Չեն մոռանա, կհիշեն ու հավերժ կհիշեն։ Ինձանով ընի միտեղ քաղաքում էլ մի հատ բան կսարքեմ, հուշարձան հայ ազգի դավաճանների։ Այդտեղ էլ ձեզ կդնեմ։ Սպառնում են, կամ են մյուս պատգամավորը, Խաչատուր Սուքեսյանը։ Մարդը բառացի ասում է, որ սրտը եղել է, որ քիչ արցախցի է մահացել վերջի պատերազմում։ Իր ասած էդ է։ Մեծագույն հաշվով, հարցը թիվը չէ, որ ինքը ասում է սխալվեցի, ուրիշ թիվ ասեցի, վրա է տալի լրագրողների վրա։ Հարցը այն է, որ ինքը սրտ նեղում է, որ քիչ մարդ է մահացել։ Լավ, ինչքան դի ստոր լինես։ Ոնց կարելի է վաց գալ նրա համար, որ քիչ արցախցի է մահացել, ընդ որում քիչ շատ հարաբերական բաներ են։ Արցախցիք մինչև վերջ են կռիվ տվել, մինչև այն պահ, որ քո իշխանությունը հայտարարեց, որ մենք չենք օգնելու ձեզ։ Ինչու կռիվ չեն տվել։ Ինչով կռիվ տային, եթե դու ջերմուկի դեպքերի ժամանակ Արցախից Հայաստան մեծ քանակի զենք ես հանել։ Ինչով կռիվ տան, եթե իր սահմանադրության հիման վրա Հայաստանը հանդիսանում է Արցախի երաշխավորը, այդ երկրի վարչապետը կանգնում է հմեկի եթերում, ասում է մենք չենք խառնվում այս հարցի մեջ, արցախցիները մենակ են։ Այդ բոլոր ելույթները ցմա դատապարտվելու հոդվածներով ձեզ վրա կարվելու են միանշանակ, դաջվելու են ձեր ճակատներին բոլորիդ։ Ոչ մեկը չկարծի, որ հայրենիքի դավաճանությունը ժամանակի ընթացքում ցնդում է կամ մոռացության է մատնվում։ Չկա տենց բան ու չի լինի։ Անհնար է լինի։ Դամը խելքներդ գլուխներդ հավաքեք, մեռանք ասելով։ Պատրաստվեք այն ժամանակին, երբ որ պետք է պատիժ կրեք։ Նորից մի կարծեք, որ ձեր իշխանությունը հավերժ է։ Ձեր իշխանության վերջնաժամկետը մաքսիմումը 2026-ն է, դա մաքսիմումն է։ Ես չեմ բացառում, որ միջև այդ էլ կարող են ինչ-որ իրադարձություններ լինել, որը կստիպի ի վերջո ձեզ լքել ձեր աթոռները և հայտնվել ձեր համար նախատեսված խցերում, տարբեր բերդերի։ Բայց իմացեք, որ վերջը մոտենում է։ Դուք զգում եք, որ դուք բոլոր ընտրություններում սկսել եք պարտվել։ Խուճապնել ձեր մոտ դրանով է պայմանավորված։ Գյումրիում պարտվեցիք, Փարաքյարում պարտվեցիք, ընդ որում երբ պարտվեցիք, երբ որ ձեր առաջնորդը Թուրքիայի անվանի գործիչ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասում էր, որ Արցախի էջը փակված է, եթե ժողովուրդը դեմ է, թող արտահայտվի։ Բայց ժողովուրդը արտահայտվեց։ Քո ասածից օրեր անց եղան երկու ընտրություն, երկուսում էլ դու պարտվեցիր։ Ինչի քո համար դա նշան չէր։ Այս կառավարությունը հետ է կանգնել իր իսկ հրապարակած ծրագրից 2021-ին, երբ որ եղան ընտրություններ, երբ որ մեր ժողովուրդը ցավոք սրտի սխալվեց եւ հավատաց այս մարդկանց, բայց հավատացել էր այն կետերին, որոնք նորմալ կետեր էին։ Սա է խնդիրը, այսինքն 21-ին դուք խոստացել էիք, որ Շուշի ենք հետ գնալու, որ Արցախի համար պայքարելու ենք, որ Արցախը լինելու է հայկական, այս ենք անելու, են ենք անելու, 21 թվին ձեր նարատիվը դա էր։ Հիմա 4 տարի անց դուք խոսում եք լրիվ կարձինատ տարբեր այլ բանի մասին ու ասում եք, եթե ժողովուրդը դեմ է, դե թող դուրս գա։ Այն կերներ, ձեր ժողովուրդը դրա համար չէր ընտրել։ Այն ինչ որ դուք այսօր հայտարարում եք, ոչ լեգիտիմ է, դուք հակասում եք ձերից ծրագրի։ Դուք ապացուցում եք, որ դուք այս ժողովրդին անընդհատ խաբում եք, կներեք ժողովուրդ ջան բառի համար կուտը տալիս է, իրանց ընտրվում են ու հետո սկսում են շարունակել թուրքական այդ իրանց գործունեությունը։ Բան չի փոխվել, որևէ բան չի փոխվել։ Դուք նույնիսկ հիմա սկսել եք արցախցիներին իրար մեջ հագցնել, խայտառակություն։ Այո, 3 Արցախի ներկայացության դեմ տեսա ինչ որ մարդիկ բան էին անում, գրել էին, որ Սամվել Բաբայանն է ուղղորդեման, լավ ամոթ է։ Չի կարելի։
Ընդ որում այսօր տեսա, որ իմ շատ լավ ընկեր Վայե Միկիչյանը, որին կարծում եմ շատերը ճանաչում եք Ձեդո մականունով, այսօր Facebook-ում անդրադարձել էր այդ երեկվա ակցիային։ Ուզում եմ դնեմ, մի հատ դուք էլ լսեք, էլի ինչ ասե, որտեվ իրոք շատ կարևոր է։ Հեսա միացնեմ, որ մարդիկ հավաքվել են գնացել են Արցախի նախագահից, ինչ-որ փողեր են ուզում, ինչ-որ թալոն են ուզում վերադարձնեն։ Հայրենիք չեն ուզում վերադարձնեն, չեն ուզում գնան իրանց հայրենիք ազատագրեն, այլ ինչ-որ փողեր են ուզում վերադարձնեն, ինչ-որ թալոն են ուզում վերադարձնեն։ Հողի համար կռիվ չեն ուզում անեն, բայց փողի համար իրար փորեն թափը։ Այ վատ է դա, մեղմ ասած։ Սրանից լավ ինձ թվում է ոչ մեկ չէր կարող ասել եւ գնահատական տալ նրան, ինչ տեղի ունեցավ երեկ։ Նաեւ օգտվելով առիթից ուզում եմ դիմեմ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին։ Ես ձեզ ուղղակի որպես մարդ խնդրում եմ, թարգեք 6 ամիսը մեկ ինչ որ կծկտուր բացահայտումներ անել։ Միթե դուք չեք հասկանում ինչ իրավիճակում եք հայտնվել։ Մեկ անգամ ունեցեք տղամարդկություն, հանդիպեք լրատվամիջոցների հետ եւ բացեք բոլոր փակագծերը, որ այս ժողովուրդն էլ հասկանա, որ Արցախի Հանրապետությունը վաճառվել է, որ Արցախի Հանրապետությանը դավաճանել են, որ ձեր հայրենակիցները, մեր հայրենակիցները լքել են իրենց պատմական հողերը Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի պատճառով, որ այսօր Ադրբեջանում գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների, ինչպես նաև ռազմաքաղաքական ներկայացուցիչները Արցախի, այնտեղ են հայտնվել միմիայն Նիկոլի պատճառով։ Հերիք է ինչ որ բաներ, կարմիր գծեր պահեք, ես այսօր ասեմ, մի տարի հետո ասեմ, չի կարելի այդպես։ Ուղղակի խնդրում եմ ձեզ մարդկայինորեն, դիմեք ժողովրդին, պատմեք ողջ ճշմարտությունը բոլորի մասին, այդ թվում Սամվել Բաբայանի։ Միշտ ասել եմ, որ երբեք չեմ ուրանա Սամվել Բաբայանի դերակատարության 90-ականներին, ոչ մեկ չի կարող ուրանալ, բայց այնինչ անում է այսօր, լրջագույն ստվեր է գցում իր անցած ուղու վրա, լրջագույն ստվեր, լրջագույն, անցած անգամ ասել եմ, նորից եմ ասում, տպավորությունա, որ Արցախի համար ինչ-որ բան արած մարդկանց, բոլորը թիրախավորվել են երկու կենտրոնների կողմից, Բաքվի և Հայաստանի իշխանության, համահունչ իրար հետ աշխատում են, համահունչ, Ալիև ընդեղից է, Նիկոլը ստեղից, բոլորին են թիրախավորում, որոնք Արցախի Հանրապետության ազատագրման կամ ընթացքում զարգացման կառավարման հետ որևէ կապ են ունեցել, լավ ժողովուրդ, միթե սա չեք տեսնում, Նիկոլին մնացել է եղած է մի քանի բան անել, ամենակարևորը Ռուսաստանի բազաները այստեղից անելն է, թիվ 1 խնդիրն է իր համար, հենց Ռուսաստանի բազաները հանեց, օրերի հարց կլինի Թուրքիայի հարձակման և Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև ինչ որ պայմանագրի կրկման, որով Հայաստանը չի ունենա բանակ, որով Հայաստանը կընդունի նեյտրալ երկիր ընդունելու սկզբունքը, որով Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսին կլուծարվի։ Պլանը դա է։ Պլանը դա է, ժողովուրդ ջան, հասկացեք։ Մի հավատացեք այն ստերին, որոնց ձերը փորձում են ծախել, փաթեթավորել դպրոցի բացման ներքո, փաթեթավորել Կիրանցի ճաքած պատի ներքո։ Իրեք շատ հետարքիր անվանում էր, հոդվածը, որ Նիկոլ Փաշինյանը գործարարներին ցուցադրել է իրական Հայաստանը, ինքը ինչ է մտածում, ու այդ նկարն է ինքը պատի դեմը մենակով ու պատն է ճաքած։ Այդ է իրական Հայաստանը։ Շատ ճիշտ է Նիկոլը բնութագրել իրական Հայաստանը, դա մի ճաքած պատ է։ Ընդ որում ինքն էլ այդ պատի տակ կանգնած, սպասելով իր դատավճռին։ Հարգելի սյունենիցիներ, իմացեք, որ ձեր մոտից էլ է տարածքներ հանձնելու։
ու ինքը հավատում է, որ դուք չեք ըմբոստանա դրան, որ դուք չեք պայքարի դրա դեմ։ Դրա համար է, որ ամեն տալուց հետո կնոջ հետ ճաշելը թանկանում է։ Որտեվ իրանք էլ են երևի զարմանում, որ ես լավ ես հայ ազգը ես ինչքան դիմացկուն է, որ նա ինչ գլխին բերում ենք, մնում ենք իշխանության։ Հավատացեք, ազերիներն են զարմանում, թուրքերն են զարմանում, ռուսներն է, Պարսկաստանի ղեկավարությունն է, ամբողջ աշխարհի երկրի ղեկավարները նայում են այս հայերիս վրա, ասում են օրես, ինչ մարդիկ են։ Իսկ գլխներին ինչ բերեցինք, դիմանում են։ Հələ մի բանը գնում ընտրում են։ Բայց վերջի 2 ամսվա մեջ փոփոխություն ա եղել։ Ամբողջ աշխարհը տեսավ, որ Գյումրիում Հայաստանի երկրորդ քաղաքում իշխող ուժը կրեց պարտություն։ Սա շատ կարևոր էր, շատ կարևոր էր։ Մի թերագնահատեք Գյումրի ընտրությունների կարևորությունը միջազգային մակարդակում։ Եթե առաջ Նիկոլը կարողանում էր ամեն տեղ ասել, որ ամեն ինչին ձեռն է, ես տիրապետում եմ իրավիճակին, այսօր անկախ դրանից նա կասի դա թե ոչ, կա փաստ, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքում նա կրել է պարտություն։ Սա փաստ է։ Եվ կրկնում եմ, մեզ սպասում են դժվարագույն ժամանակներ, որովհետև ուրիշ բան էլ պետք է նշեմ, տեսեք, բավականին հաճախ տարվա մեջ երևի մի 10 անգամ մենք տենում ենք, որ Նիկոլը կամ իր իշխանությունից ինչ-որ մեկը ոստիկանության հետ կապած ինչ-որ միջոցառում են անում։ Մի 2 օր առաջ էլ ինչ-որ ոստիկանության ես ինչ-որ նոր բան էին բացել, մի 100 մեքենա են առել։ Դուք զգացել եք, որ 18-ից այս կողմ ոստիկանությունը, դատախազությունը, չգիտեմ, ԱԱՑ, ցա բոլոր այդ մարմինները ամենաշատ փող բյուջեից ստացած հիմնարկներն են։ Ամենաշատ։ Ընդ որում, նաև վարկային միջոցներից ըստիս ահռելի գումարներ ծախսում այդ բաների վրա, կառույցների։ Հիմա հարց է ծագում, եթե 7 տարի դու պարեկների, ոստիկանության, դատախազների, բան, սաղի վրա ցած փեշով փող ես լցնում, ապա երևի թե ինչ-որ բարեփոխում պետք է տեղի ունենար, չէ՞։ Բացահայտությունները պետք է ավելի շատ լինեին, հա։ Բայց ինչի ականատեսն ենք մենք, որ ամեն օր նորություններով մենք տեղեկանում ենք նոր սպանության մասին։ Ինչ որ նոր հանցագործության մասին, եւ թիվը քանի գնում աճում է։ Ընդ որում աճող թվի մասին խոսում է նաեւ հենց այդ կառույցների ներկայացուցիչները, ստատիստիկա ներկայացնելուց։ Հիմա հարց է ծագում, այդքան գումար դու ես դնում մի բանի վրա, որը ակնհայտորեն չի աճում, ախպեր, չի զարգանում, չի բարելավում։ Միակ բանը, որ կարող եմ ասել, դա այն է, որ այդ կառույցները ստեղծված չեն, այսինքն այդ կառույցները չեն օգտագործվում իրենց նշանակության համար, այլ օգտագործվում են միմիայն գործող իշխանության անդորի ապահովման, հավաքները ցրելու, Նիկոլի անձնական, հա, անդորը պահպանելու եւ իր իշխանությունը երկարացնելու համար։ Կարելի է ասել, որ Նիկոլը պետական միջոցներով ստեղծել է սեփական բանակ, որը կարող է ցանկացած պահի օգտագործվել Հայաստանի ներսում բախումների ժամանակ եւ բախումների մասնակից դառնալ, որը նաև բացառված չէ, որ Նիկոլը ինչ-որ պահի կարող է ստեղծի վիճակ, որ Հայաստանի ներսում սկսվի պատերազմական գործողություններ հայերի միջև եւ մեզ բաժանողը կդառնա Թուրքիան, որը կներս կխուժի Հայաստան, կբաժանի պայքարողներին ու կասի ես տեղ եմ կարգ ու կանոնը պաշտպանելու համար։ Սա էլ ծայրահեղ ձեզ խորհուրդ է թվում իմ ասածը, բայց իմացեք, որ սա էլ հնարավոր սցենարներից մեկն է։ Իսկ այն, որ դրսի ուժերը մեր դեմ պայքարելու մեջ, մեզ ոչնչացնելու մեջ մի սցենարով չեն աշխատում, արդեն այս 7 տարվա մեջ երևաց 40 սցենարով են աշխատում։ Ես 100 անգամ ասել եմ, որ 2020-ի նպատակը ոչ թե պատերազմը կանգնացնելն էր, այլ ամբողջությամբ Արցախը հանձնելը, հենց այդ պատերազմի ժամանակ։ Ռուսական կողմի գերմարտկային ջանքերի շնորհիվ հաջողվել է կանգնացնել պատերազմը ու փրկել Արցախի մի մասը։ Դրանից հետո ինչ եղավ,
Դրանից հետո գերտերությունները կամ Նիկոլի տերերը որոշ փոփոխություններ մսրեցին ծրագրի մեջ, գնացին պլան B-ով եւ Նիկոլին լծեցին նոր գործողությանը, որ ինչ ուզում ես արա, 1-2 տարվա մեջ պի Արցախը մեկ ամբողջությամբ հանձնեց, ինչեւ Նիկոլը կատարեց։ Այսինքն անկախ դրանից ինչ փոփոխություններ են լինում իր ղեկավարման օրոք, միևնույն է, գիծը, որով նա գնում է, կարևոր գիծը չի փոխվում։ 18-ից այդ գծի վրա եղածը մի քանի խնդիր էր դրվել, հանձնել Արցախը, դուրս բերել Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությունից ամբողջությամբ, փակել ատոմակայանը, սա էլ է նախապայմանների մեջ, իմացեք, որ դրան էլ է գնալու ինչ-որ պահի, ու հետ ասելու է, որ հենա Թուրքիան մեզ էներգառեսուրսներով ապահովում է, մեզ ատոմակայանը պետք չի։ Ատոմակայանն էլ գաղտնիք չէ, ազդեցության միջոցներից մեկն է Ռուսաստանի։ Երբեք դա չի խանգարել, բայց օտար ուժերի խանգարում է։ Դա էլ է անել։ Եվ այդ ամեն ինչ անելուց հետո Հայաստանը կմնա մենակ, եւ այդ ժամանակ Հայաստանը օֆիցիալ կդառնա Թուրքիա եւ Ադրբեջանի ենթական։ Դա է պլանը։ Դա է պլանը։ Ռուսաստանը տարածաշրջանից հանել։ Հիմա այդ պլանի կատարման մեջ ԱՄՆ-ն կարծեսից ոդկա հանեց պլանից։ Ասեց ինձ այլևս հետարքիր չէ։ Եվ դա ցույց է տալի Տրամպի այսօրվա ադմինիստրացիայի քայլերը։ Իսկ ԱՄՆ-ն այլևս հիմա կոնկրետ այս բան հետարքրված չի դրանով։ Եվ գերջանքել չի ցուցաբերի, որպեսզի պլանը առաջ գնա։ Բայց դա չի նշանակում, որ օրինակի համար Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունը չշարունակի Հայաստանի աղջիկ հարտուղարին գրություններ փոխանցել, որոնցում գրված լինի հիմա ես կտաս, հետո ես կտաս։ Դա չի նշանակում, որ Ռեջեփ Էրդողանը չի զանգի Նիկոլին ու ասի այսօր էլ սա կանես։ Դա չի նշանակում, որ Ալիևը չի փոխանցի Դուբայում Նիկոլի ներկայացուցին ինչ որ նամակ, որում կգրի, որ այ օլուխ հիմա էլ ես կտաս։ Հիմա Ժորժ ջան, այս ամենը մեր հետ է կատարվում։ Մենք բոլորս ապրում ենք այսօրվա Հայաստանում։ Եվ այսօրվա Հայաստանը ցավոք սրտի մեր աչքերի առջև փոքրանում է օր-օրի։ Միակ բանը, որ պարծենալու Նիկոլ ունի ժողովրդի առջև, դա երեք իր տեղադրած այդ քնձղ պատի դիմաց, ճակատ պատի դիմաց նկարն է։ Այն դեբիլ կեպկով, որ մանա գալի, դա ներվայնացնում անդե։ Էտա, այդ ճակած պատնա Հայաստանի Հանրապետությունը իրական։ Բայց ես կասկած չունեմ, որ մենք արժանի ենք ազատ եւ անկախ Հայաստանի։ Մենք արժանի ենք ազատ եւ անկախ Արցախի։ Ես կասկած չունեմ, որ պատմությունը բերելու է մեզ այն հանգրվաններին, երբ որ մենք կարողանանք վերադառնալ Արցախ։ Եվ բոլորս պետք է միամուր պատրաստ լինենք այդ կռվին։ Գրիվ հանուն մեր ապագայի, որտեվ Նիկոլի երազած ապագան, որ ինքը այսօր ձեր վրա ծախում է, դա Էրմենիստանն է, դա Թուրքիայի վիլայեթն է, լավագույն դեպքում, լավագույն, որովհետև դրանից հետո թուրքերը եւ ազերիները անելու են ամեն ինչ, որպեսզի մենք հայերս թողնենք ու փախնենք մեր իսկ հողերից։ Ընդ որում, դա հենց նույնն է, որը Նիկոլը այսօր անում է արցախցիների դեմ։ Նույնը նա ստեղծում է բոլոր նախադրյալները, որպեսզի արցախցիները հույս չունենալով, որ այստեղ կարողանան հարգվանել, փախնեն Հայաստանից։ Իրենց մեջ է կռիվ գցում, հայաստանցի Ղարաբաղցի հետ լևոնական այդ ախմախ թեզնա բերում ներս։ Չկա հայաստանցի Ղարաբաղցի, կա հայ։ Սյունիքում ապրող հայ, Տավուշում ապրող հայ, Լոռիում ապրող հայ, Արցախում ապրող հայ, բոլորս հայ ենք։ Մի թողեք ձեզ բաժանել։ Այ մենք հայ ենք, բայց հայերի մեջ ցավոք սրտի քեմալական պայմանագիր անունով մի հատ խումբ կա, որը մնացած հայերին փորձում է իրար մեջ կռվածնի բոլորին, որտեվ հենց այդ կռվի մեջ է ինքը տեսնում իր անձնական փրկությունը։ Ասում է դուք իրար կերեք, ինչքան շատ ուտեք, այդքան ես երկար կմնամ։ Սիրելի արցախցիներ, մի թողեք ձեզ պառակտեն։ Հարգելի Սամվել Շահրամանյան, հերիք է 6 ամիսը մեկ ինչ-որ բացահայտում անեք։ Մի անգամ ելույթ ունեցեք, մեր ժողովրդին պատմեք այն ամեն ինչ տեղի ունեցել։
Դուք ի վերջո Արցախի ազգային անվտանգության ծառայությունում եք աշխատել, համոզված եմ ձեր տեղեկությունները շատ ավել են, քան մենք կարող ենք պատկերացնել։ Պատմեք ինչ է տեղի ունեցել։ Պատմեք, որ թե Արցախում այն ժամանակ բնակվող մեր հայրենակիցները, թե մենք բոլորս ի վերջո հասկանանք, ով ինչ աստիճանի դավաճանություն է արել։ Այն որ դավաճանությունը տեղի է ունեցել, որևէ կասկած ես չունեմ։ Որտեւ ես չեմ կարող հավատալ, որ նույն մարդը կարող է մի օր գոռալ Հայաստանը Արցախը եւ վերջ, մյուս օրը գոռալ, որ Արցախը Ադրբեջանը եւ վերջ։ Դա գործակալի, դավաճանի արված է, որտեվ առաջի դեպքում գոռոցը նրա համար էր, որպեսզի սկսվի պատերազմ, երկրորդ դեպքում գոռոցը նրա համար է, որպեսզի վերացվի, ընդհանրապես վերացվի Արցախի ազատագրման կամ արցախցիների իրավունքի մասին խոսույթը։ Այ մենք այդ մարդկանց մեջ ենք ապրում այսօր։ Ու նայում ենք, թե ոնց են իրանք ազգային ժողովի ամբիոնից վիրավորում թե նախկին տարբեր պաշտոնյաների, թե նախկին նախագահների, թե բոլորիս, թե այս ժողովրդին։ Եվ իրենց թվում է, որ այդ վիրավորանքներով իրենք իշխանություն ամրացնում են։ Ոչ։ Կրկնում եմ, Գյումրի ընտրությունները ցույց տվեցին, որ դուք առ ոչինչ եք։ Որ դուք այլևս սպառված եք։ Այդ դրա համար էլ դուք հիմա սաղ ձեր միջոցները կենտրոնացնում եք ոստիկանության վրա, ԱԾ-ի վրա, դատախազության վրա, որ դրանց շնորհիվ մնաք իշխանության, բայց դա էլ ձեզ չի հաջողվի, որովհետև հայ ժողովուրդը չի սատկել, հայ ժողովուրդը ապրում է, դուք ուզում եք, որ բոլորիս սատկացնեն թուրքերը, բայց չի ստացվելու ձեր մոտ, մենք ապրելու ենք ի էջուկս ձեզ, եւ մենք բոլորս ականատեսն ենք լինելու, թե ինչպես եք դուք դատապարտվում հայրենիքի դավաճանության համար։ Ես երազում եմ այն օրվա մասին, երբ իմ թոռնիկը դպրոցից կվերադառնա եւ կհարցնի, կասի պապի ջան, դասագրքում պատմության, այսօր հայ դավաճանների մասին էինք կարդում, մի քիչ կպատմես, ու ես չզալանամ ու ժամերով պատմեմ բոլորիդ մասին, թե ոնց եք դուք ծախել փողի դիմաց իմ հայրենիքը։ Երևի այսքանը մարդ։